Ովքեր են շաբաթվա կամ գուցե ամսվա լավագույնները։ Սա շատ տեղին հարց է, որ գուցե Վարդանը հենց հիմա տալիս է մեզ։ Դրա համար մենք հիմա լավագույններից կկազմենք թիմ եւ դա դառնալու է առանձին շարք մեր ալիքում։ Էնպես որ ակտիվ կոմենտեք եւ ոգևորեք մեզ։ Բայց չենք ջրիկանալու։ Անպայման երկրորդ հատվածում։ Իսկ դուք բաժանորդագրվեք, քանի որ մենք սկսում ենք։ Վրոների հարցում ընտրությունը մեծ էր։ Անցնող շաբաթվա կամ ամսվա ընթացքում շատ դարպասաբաններ առանձնացան հուսալի խաղով, օրինակ Բարսելոնա Ռայո Վալեկանո խաղի քիփերները։ Թե Գարսիան, թե Բատիլյան առանձնացան մի քանի անգամ փրկելով իրենց թիմին ու եթե չլինեին օրինակ Գարսիայի սեյվերը, ֆլիկին կմոտենային հարազատները։ Բայց այս երկուսից ավելի ամուր խաղով առանձնացավ Սիթիի դարպասապահ Ջեյմս Տրաֆորդը, որի լավ հուսալի խաղի շնորհիվ կարելի է ասել, որ Պեպի դեմքին ժպիտ առաջացավ։ Չնայած այն փաստին, որ Արսենալը ունի շատ ուժեղ հարձակվողական գիծ, Ջեյմսը խաղի մեկնարկին 1 գրոհի ընթացքում 3 անգամ կարողացավ դարպասն անառիկ պահել։ Հակառակ դեպքում Սիթին հնարավոր է չնվաճեր Անգլիայի լիգայի գավաթը։ Էնպես որ այդ թվում նաև Տրաֆորդի ջանքերով է, որ Պեպի Սիթին դեռ հույսեր պահպանում է, կենթանության նշաններ է ցույց տալիս։ Անցնենք պաշտպանությանը, որտեղ Սիթիից կլինի եւս մեկ ներկայացուցիչ՝ Նիկո Օ'Րայլին։ Այնինչ արեց այս երիտասարդ ֆուտբոլիստը, ուղղակի ցնցեց զինագործներին։ Նա շատ լավ կարողացավ իրականացնել մարշչի մտահղացումը, լրացնել կենտրոնական հարձակվողի տեղը մրցակցի տուգանային հրապարակում, որտեղ բոլորի ուշադրության կենտրոնում Էրլինգ Հոլանդն էր, իսկ նա գոլեր էր խփում։ Բացի դա նա շատ լավ էր կատարում իր բուն պաշտպանողական պարտականությունները, բավարար չափով պահելով Բուկայո Սակային։ Պաշտպանության աչից կլինի Լուիս Հոլը։ Գիտեմ, հիմա կասեք, թե հանգստյան օրերին Սանդերլենդին պարտվեցին, մի քանի օր առաջ էլ խայտառակ պարտվեցին Բարսելոնային։ Բայց ընկերներ, անգլիացի երիտասարդ պաշտպանը նախ գրեթե բոլոր խաղերում պահում է իր բարձր մակարդակը, հետո հիշեք, թե ինչ արեց Յամալին առաջին խաղում։ Ինքը արժանի է այստեղ լինելու, եթե համաձայն չեք գրեք։ Կենտրոնական պաշտպաններից առաջինը կլինի Ռոնալդ Արաուխոն։ Նրա գոլի շնորհիվ Բարսելոնան կարողացավ հաղթել Ռայո Վալեկանոին։ Չնայած պաշտպանական գործերում Արաուխոն վերջին 2 տարին այնքան էլ վստահ չի, բայց հաղթական գոլը ստիպում է մեզ ներառել նրան։ Գուցե սրանից հետո սկսի ավելի լավ խաղալ։ Արաուխոյի հետ զույգ կկազմի Նեկո Վիլյամսը Նոթինգեմ Ֆորեստից։ Ուելսին սովորաբար խաղում է պաշտպանության եզրերում, բայց մեր կարծիքով նույնքան հաջողությամբ կարող է խաղալ նաև կենտրոնում։ Հրաշալի փոխանցումների է տիրապետում, դրանցից 2-ը գոլային ստացվեցին Տոտենհեմի դեմ հաղթական խաղում։ Մեր թիմին ունիվերսալներ շատ են պետք։ Հենակետային կիսապաշտպանի դիրքում վերջին մեկ շաբաթ, մեկ ամսվա ընթացքում ուղղակի տպավորում է Օրելիան Չուամենին։ Նա միշտ աչքի է ընկել պաշտպանողական գործողություններով, բայց վերջին շրջանում շատ արդյունավետ խաղացող է Ռեալի համար։ Նա Սիթիի դեմ երկրորդ խաղում կատարեց նաև գոլային փոխանցում։ Նա սկսել է շատ լավ զգալ դաշտը եւ գոլեր խփել։ Իհարկե, կիսապաշտպանության աչից պետք է դնել Ֆեդերիկո Վալվերդեին, որը Չուամենիի հետ բավականին լավ քիմիա ունի։ Վերջին 5 խաղերում խփել է 5 գոլ եւ 2 անգամ ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Միայն կարելի է հիշել Սիթիի դեմ առաջին խաղը, թե ինչ արեց նա, այդտեղ ուղակի խոսքերն ավելորդ են։ Դրան էլ կարելի է գումարել նրա անձնազոհ խաղը։ Նա միշտ պատրաստ է ցանկացած դիրքում օգնել խաղընկերներին։ Ուղղակի ֆենոմեն Վալվերդե։ Իսկ ահա ձախից մի քիչ ավելի առաջ քաշված կլինի Բրունո Ֆերնանդեշը։ Ինչ ֆուտբոլ է խաղում այս տղեն, ուղղակի կայֆ է պարգևում։ Անգամ այն ժամանակ, երբ Յունայթեդը աութսայդեր էր համարվում, պորտուգալացին հրաշքներ էր գործում։ Այս մրցաշրջանում նա ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է իր թիմում եւ ամենաշատ պահերն է ստեղծում խաղանկերների համար։ Բրունո ստեղծարար։ Անցնենք ամենաբարդ դիրքին, ընտրում ենք հարձակվողների։ Ձախից մրցակցություն կա Վինիսիուսի եւ Ռաֆինիայի միջև։
Սակայն, եթե հաշվի առնենք խաղերի կարևորությունը թիմերում եղած իրավիճակը, ապա միանշանակ պետք է առավելությունը տալ Վինիսիուսին։ Մի քանի ամիս առաջ նա ուղղակի, չգիտես, ամեն ինչ անում էր բացի ֆուտբոլ խաղալուց, բայց վերջին 2 ամսվա ընթացքում ինչ Ալոնսոն այլևս նրա գլխին կանգնած չէ, նա ուղղակի շեդևրների հեղինակ է դառնում։ Բացի այդ, նա հաղթեց Բենֆիկային կրկին անգամ, դրա մասին կիմանաք ամենավերջում։ Աճից խաղա Բրայան Բրոբեյը Սանդերլենդից։ Արևի երկրի թիմը 2-1 հաշվով հաղթեց Նյուքասլին։ Նիդերլանդցին խաղի վերջում կարողացավ կամային հաղթանակ ապահովել իր թիմի համար։ Նա կենտրոնական հարձակվող է, բայց կարող է նաև խաղալ եզրից իր արագության շնորհիվ։ Կենտրոնում տեղակայվում է Դենի Ուելբեքը Բրայթոնից։ Այս մրցաշրջանում Լիվերպուլը ամենաանկայուն ֆուտբոլ ցուցադրող եվրոպական գրանտն է ու կարելի է ասել նրան հաղթելը արդեն սովորական երևույթ է դարձել, ինչից շատ լավ օգտվեց երբեմնի ամենախոստումնալի ֆուտբոլիստներից մեկը եւ դուբլ գրանցեց Մերսիսայդցիների հետ խաղում։ Ուղղակի շքեղ էր։ Այսպեսին էր մեր թիմը։ Գիտեմ, հենց հիմա ձեր սրտում բաբախում են առարկություններ։ Մի պահեք ձեր մեջ, գրեք կոմենտներում, մենք սիրով կկարդանք, իսկ այժմ ծանոթացեք առաջիկա խաղերին, բաժանորդագրվեք ալիքին, որից հետո հրաժեշտ տա, որ տալու ենք։ Մարտի 27-ին կհանդիպեն Նիդերլանդներ, Նորվեգիա եւ Գերմանիա, Շվեյցարիա ընտրանիները։ Սիցիլիա, վայր, որտեղ կարող ես թուլանալ, վայելել կյանքն ու հանգստանալ։ Բայց հերիքա դոններից մեկը բարկանա ու կյանքը դառնում է դժոխք։ Մաֆիան արթնանում ու սպանում է բոլորին։ Առագը ինչ կցուցանե։ Այն, որ Սիցիլիայում ֆուտբոլային աշխարհը անհանգիստ է։ Սիցիլիական ֆուտբոլի մի քանի ակումբներ, որոնք ներկայացնում են սերիա դեն, կասկածվում են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ։ Կասկածվում են թե անհատ ֆուտբոլիստներ եւ թե ակումբի պաշտոնյաներ։ Մի խոսքով քաքը կերել են հիմա մարսելու ժամանակն է եկել, բայց ոնց որ թե չի ստացվում։ Ենթադրաբար։ Հա, դեռ ապացուցված չի, բայց եթե նայում ես թե ինչ է կատարվել Իտալիայում 2000-ականներին ու ընդհանրապես թե ինչի վրա է կազմված Իտալիան, շատ մեծ հարցեր են առաջանում ու դրա հավանականությունը կտրուկ մեծանում։ Ինչպես ասում են, աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Չնայած Բրայթոնը հաղթեց Լիվերպուլին, բայց Լուիս Դանկի այս արարքը ուղղակի էպիկ է։ Ոնց որ են երեխեքից լինի, որ հայատում խաղալուց միշտ ինչ-որ տարօրինակ շարժումներ են անում։ Սկանդալը հասունանում Արգենտինայի հավաքականում։ Դու ինչ գիտես։ Ըստ արգենտինացի լրագրող Ֆավիո Ազարոյի։ Նա նշել է, որ հավաքականում մթնոլորտը գուցե հավանաբար այնքան էլ առողջ չի, քանի որ Անխել Դի Մարիան ցանկանում է վերադառնալ եւ մասնակցել մունդիալին, իսկ Լիոնել Սկալոնին դրան այնքան էլ համաձայն չի։ Հա թե ինչպես է պատասխանել հավաքական չհրավիրվելու մասին հարցին Անխելը։ Նենց տպավորությունը, որ Սկալոնին Արգենտինայի առաջնությունը չի նայում։ Ըստ Ազարոյի, Դի Մարիան անհամբերությամբ սպասում էր հրավերի, քանի որ իր կարծիքով ինքը շատ լավ մակարդակ է ցույց տալիս Արգենտինայի առաջնությունում։ Ոստեղ մի հարց է առաջանում. ըստ ձեզ, Արգենտինան կկարողանա պահել գավաթը, թե այն նոր տիրակալ կունենա։ Քրիստիանո Ռոնալդուն փորձաշրջանը անցնում Մադրիդի Ռեալում։ Ըստ իսպանական մամուլի Ռոնալդո ջունիորը մի քանի շաբաթով գտնվում է Վալդեբեբասում եւ մարզվում հասակակիցների հետ, չնայած նրանցից չափազանց բոյով է, բայց պատկերացնում ես երեխեքին։ Բա ոնց։ Արա դե հերը երեխուն բրթում է առաջ, չնայած էսի ավելի շատ ծնողներն են ասում։ Իհարկե քրիշի ֆակտորը կարա որոշիչ լինի, բայց տղեն իրոք լավ է խաղում, տվյալներն էլ բավականին հաստ։ Արդեն մարզվել է Յուվենտուսի ու Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիաներում, հիմա էլ պատկանում է Ալ Նասրին ամբողջությամբ։ Հիշեցնեմ, որ մեր կարծիքով Ռոնալդոյի նպատակներից մեկը 1000-րդ գոլին հասնելուց հետո որդու հետ պրոֆեսիոնալ մակարդակում ֆուտբոլ խաղալն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, նման խենթ բան հնարավոր է։ Ինքը արդեն ասել է դրա մասին։ Լուրջ։ Ես շատ եմ ցանկանում խաղալ որդուս հետ պրոֆեսիոնալ մակարդակում։ Ամեն դեպքում դուք գրեք, հավատում եք դրան, թե ոչ։ Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտին կտեղափոխվի Ամերիկա, լրիվ օրինական ճանապարհով։ I can't wait to see you here. Vamos Orlando.
Ֆրանսիացին կխաղա Օրլանդո Սիթիի կազմում։ Հետաքրքիրն այն է, որ նա կդառնա 21-րդ աշխարհի գավաթակիրը, որը ոտք կդնի MLS։ Մի երկու հետաքրքիր փաստելի ես ասեմ։ Ասա։ Գրիզմանը կարևոր խաղերին SpongeBob-ի պատկերով տրուսիկներ էր հագնում, օրինակ Եվրո 2016-ին, որի լավագույն ռմբարկուն ճանաչվեց։ Նրա 4 երեխաներից 3-ը ծնվել են մարտի 8-ին, զարմանալին է, որ 3-ն էլ աղջիկ են։ Կանանց տոներից անմիջապես հետո։ Խորհրդանշականը։ Մի խանգարի, հա։ Մանկության տարիներին նա շատ է սիրել Պավել Նեդվեդին, այնքան շատ, որ նրա խաթր մազերը կյաժ ա ներկել, չնայած հետո մի քանի անգամ շեղվել ա ճիշտ ուղուց։ Այելի, տեսնես վարդագույնը ում պատվին ա եղել։ Մոհամեդ Սալահը նույնպես կհեռանա Լիվերպուլից։ Ու ցավով պետք է նշեմ, որ սա նրա համար կլինի ամենավատ սցենարով հեռանալը։ 100% համաձայն եմ։ Պատկերացնում եք, մենք համաձայն ենք։ Իսկ դուք նախորդ տարի նա կարող էր հեռանալ որպես Անգլիայի չեմպիոն ամենաբարձր մակարդակում։ Բայց չէ, նա ամեն ինչ հարամ պետք է աներ։ Հիմա կհարցնեք, բա ինչու եմ հերոսների բաժնում նրան ներկայացնում։ Ախր որովհետև նա Լիվերպուլի, կարելի ասել, լեգենդն է, չնայած որ վատ սցենարով է հեռանում։ Ամեն դեպքում մամուլում արդեն տարբերակներ են շրջանառվում, թե որտեղ կարիերան կշարունակի եգիպտացի ամենահայտնի փարավոնը Թութանհամոնից հետո։ Որտեղ կուզեիք նրան տեսնել։ Տարբերակ A. Ալ Նասր միանալով Ռոնալդուին ու Սադիո Մանեին։ Տարբերակ B. Ինտեր Մայամի, որտեղ նա կխաղա Լեո Մեսսիի կողքին։ Տարբերակ G. Ռոմա, այստեղ նա կարելի է ասել սկսել է եվրոպական կարիերան։ Եվ տարբերակ D. Մադրիդի Ռեալ, այստեղ նա կարող է վերամիավորվել Տրենտ Ալեքսանդր Արնոլդի հետ։ Նրանք ուղղակի հրաշքներ էին գործում Լիվերպուլում։ Վինիսիուս Ջունիորը գրեց մի ամբողջ Բենֆիկայի։ Երևի արդեն մոռացել եք Վինիսիուս Պրեստրիանի այն շատ տհաճ միջադեպերը, բայց շատ իզուր եք մոռացել, որովհետև այդ ամենի հանգուցալուծումը տրվում է միայն հիմա։ Այդ Պրեստրիանին ինչքան հագցրին։ Հենց հետո նրան ռասիստ չհամարեցին։ Չկարողացան ապացուցել։ Հետո ինքն էլ է ասում, որ ռասիստ չի։ Դժվար խաբի, շատ անմեղ աչքեր ունի։ Փոխարենը մի լավ հագցրել են պորտուգալական ակումբին տարբեր տեսակի եւ չափի տուգանքներով ու ամենակարևորը ստադիոնը փակելու վտանգի տակ են դրել։ Մի տարի պայմանական ժամկետ է դրված պորտուգալական ակումբի վրա, եթե նման բան կրկնվի, ապա Դալուշ ստադիոնը կփակեն 1 տարով, ու այդ ամենի պատճառը ֆանատներն են, որոնք իրենց անկարգ են պահել։ Բայց ինչ են արել ֆաները։ Տարբեր իրեր են նետել խաղադաշտ, վիրավորել են Ռեալի ֆուտբոլիստներին, այդ թվում նաև ռասիստական արտահայտություններով։ Կարճ ասած, կպել են ֆուտբոլիստների հոգունուրբ թելերին։ Ես ուզում եմ վերջում ասել, որ մի վիրավորեք իրար, փորձեք լինել զուսպ եւ կառավարել էմոցիաները։ Ձեզ հետ մենք էինք, բաժանորդագրվեք, որ լավ լինեք։